Ոչ այս աշխարհից։ Ես ուժեղ եմ, որովհետև գործում եմ ոչ թե աշխարհի, այլ Աստծո չափանիշներով։ Հովհաննես 15:19 խոսքում ասում է. «Աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից»։ Հիսուսը հստակ ասում է, որ աշխարհինը չենք, ինչպես պետք է այս իրողությունն ազդի մեր վարքագծի վրա։ Այս աշխարհը, մասնավորապես նրա մշակույթը, խրախուսում է մեզ համապատասխանել իր վարքագծին, բայց մենք այլևս չենք պատկանում այս աշխարհին, այլ Աստծուն ենք պատկանում։ Մենք կանչված ենք տարբերվելու մեր մշակույթով։ Եփեսացիների 5:3-ում ասում է. «Բայց պոռնկություն և ամեն պղծություն կամ ագահություն թող չանվանվի ձեզանում, ինչպես սուրբերին կվայել է»։ Այս խոսքում ոչ մի անորոշություն չկա, ինչու այդքան խիստ։ Իմ կարծիքով պատճառն այն է, որ նույնիսկ մի ակնարկը կարող է հաղորդել ոչ միանշանակ ուղերձներ, որոնք կարող են շփոթեցնել մարդկանց։ Քանի որ մենք Աստծունն ենք, պատվում ենք Նրան այն ամենում, ինչ ասում ենք և անում։ Սա նշանակում է, որ մեր խոսքերը և վարքը պետք է արտացոլեն Նրա ներգործությունը մեր կյանքում։ Քրիստոսում մենք ավելի քան ներված ենք, մենք սուրբ ենք։ Մենք լույս ենք այնտեղ, որտեղ մի ժամանակ խավար էինք։ Եփեսացիների 5:4-ում ասում է. «Եվ գարշություն կամ հիմար խոսքեր կամ խեղճատակություն, որ չեն վայելում, այլ մանավանդ գոհություն»։ Պողոսի ցանկին ավելանում է շփոթեցնող վարքագիծը՝ գարշությունը, հիմարությունը, խեղճատակությունը։ Այսպիսի խոսակցություններից ոչ մեկը չի համապատասխանում աստվածապաշտությանը և միայն խառնաշփոթ է առաջացնում նրանց համար, ովքեր փնտրտուքի մեջ են։ Անպարկեշտ խոսակցությունների փոխարեն երախտագիտություն արտահայտեք։ Երախտապարտ լինենք Աստծո բարեհաճության և շնորհքի համար։ Գոհությունը միայն բավական է, որ ստիպի մեզ խոսել երկար ժամանակ։ Եկեք հիշենք, որ մենք Բարձրյալ Աստծո որդիներ և դուստրեր ենք։ Մենք աշխարհում ենք, բայց աշխարհքիցը չենք։ Եկեք աղոթենք։ Աստված, խնդրում եմ, ցույց տուր աշխարհի և քո գործելակերպի տարբերությունը։ Ես ուզում եմ պատվել քեզ իմ խոսքերով և գործողություններով, առանց որևէ այլ բան ակնկալելու։ Սովորեցրու ինձ, թե ինչպես պետք է ինձ պահեմ, լինելով աշխարհի մեջ, բայց աշխարհինը չլինել, թե իմ խոսքերով, թե իմ վարքագծով, թե իմ կյանքով, տարբերվեմ ու լույս ու աղ լինեմ այնտեղ, որտեղ որ դու ես կամենում։ Սովորեցրու լինեմ գոհացող ամեն բանի մեջ։